շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք բժշկության ոլորտ, քանի որ մշտապես նշում ենք, որ պետք է կանխարգելել խնդիրները, հետևել սեփական առողջությանը։ Եվ այսպես FranceMed ստոմատոլոգիական կլինիկան ստեղծվել է մեկ կարևոր գաղափարի շուրջ՝ առաջարկել որակյալ, հարմարավետ եւ վստահելի ստոմատոլոգիական ծառայություններ ամբողջ ընտանիքի համար։ FranceMed-ի մասնագետների կարծիքով առողջ ժպիտը սկսվում է ջերմիջավայրից, փորձառու թիմից եւ անհատական վերաբերմունքից։ Այո, առողջ ժպիտի մասին խոսեցինք մեր տաղավարում հենց այն մարդն է, ով մարդկանց ժպիտ պարգևելով, երևի նկատել է, որ առողջ չի եւ որոշել է, որ չէ, պիտի հենց ինքը նախաձեռնի այս ամենը, առավել եւս որ ունի հենց այդ մասնագիտությունը։ Մեսրոպ Սարգսյան FranceMed ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն եւ Անի Զախարյանց մանկական ստոմատոլոգ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ո՞նց ճիշտ ասեցի։ Շատ ընտիր, ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ շատ ճիշտ է։ Ժպիտներ որոշել ես, չէ, պետքա ես ամեն դեպքում զբաղվեմ այդ հարցով։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ, որ պատվում եք մեր ներկայությունը այստեղ, որտեղ ինձ համար շատ անսովոր է հիմա տեսնել նախկին գործընկերներից այստեղ եւ ես հյուր եմ։ Իրականում զգացողություններս շատ լավն են, շատ շնորհակալություն, ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ հրաշալի, առավոտը շատ բարի է։ Ասա հասկամ գործընկերների նախկինը լինում է։ Լինում է։ Համաձայն չեմ։ Ժպիտ առաջացեցի։ Այո, շնորհակալություն հրավերի համար։ Կարծում եմ շատ հետաքրքիր ու ինֆորմատիվ զրույց կունենանք։ Անպայման։ Եկեք հասկանանք FranceMed ստոմատոլոգիական կենտրոն, որը տնօրենն է։ Այո։ Ինչի։ Ինչի որոշեցի դառնալ։ Ինչ ես դու տնօրեն։ Սուր։ Ինչի ստոմատոլոգիա, բոլորը քեզ ուրիշ ձև գիտեն։ Մենք եթե առաջ հասկացանք, որ սենը սխալ է սկսելու խորանը։ Ինչքան անսովոր է, չէ՞, Սուրոյի համար էս բառագանը։ Սուր, տես, նախ բժշկությունը իմ առաջին մասնագիտությունն է։ Ես երկար տարիներ սովորել եմ բժշկական համալսարանում, երկար տարիներ չեմ քնել, պարապել եմ քննությունները հանձնել եմ, երկար տարիներ նվիրել եմ իմ պրակտիկային, երկար տարիներ աշխատել եմ իմ մասնագիտությամբ եւ եկավ մի պահ, որ անհրաժեշտ էր վերցնել, այսպես ասած, ղեկավարի պաշտոնը եւ փորձել ղեկավարել այն կառույցը, որտեղ որ ես աշխատում եմ եւ արդեն 6 տարի ես հանձնել եմ, հանձնեմ առել այդ աշխատանքը FranceMed կլինիկայի տնօրեն որպես։ Հետաքրքիր է, ահա։ Կփաստեմ, որ դա շատ լավ է ստացվում իր մոտ։ Բայց այսօր իմ երեկոն չի, չէ՞, ինձ չենք սկսելու գովել Բայց ես մի ամբողջ հարցում հետո կտամ։ Ու մեր անձնակազմը, անձինս բոլոր բժիշկների եւ ադմինիստրացիայի շատ սիրում հարգում է դոկտոր Մեսրոպին, որտեվ լինելով բժիշկ ինքը ներքին ամեն ինչը ավելի լավ է հասկանում, քան որ տնօրենը լիներ ոչ մասնագետ, ոչ բժիշկ, այդպես։ Այդ նրբությունները հասկանալը, օգնելը մեզ ընթացիկ շատ լավ ստացվում է։ Խոսքով FranceMed-ում ինձ շատ սիրում եմ։ Այո։ Շատ լավ։ Մենք կարող որպես գործընկեր փաստել, որ շատ լավ գործընկեր է, շատ լավ մարդ է, այնպես որ ոչ մի բանից չենք զարմանում եւ մի բան էլ հավելում ենք, որ այո, նաեւ որպես լավ հաղորդավար, լավ ընկեր, լավ մարդ, բայց քո երեկոն չի գնում ենք կոստյում կհակնեի այսօր, անկեղծ եմ ասում։ Հետաքրքիր է ինչ ծառայություններ է մատուցում կլինիկան եւ որոնք են Հայաստանում ամենապահանջվածները, հա, այսօր ամենաշատը ինչ խնդրով են ձեզ դիմում։ Կլինիկան իրականում ընտանեկան է։ Ակցենտը մի փոքր դրված է մանկականի վրա։ Մենք սկզբում սկսել ենք մանկական, այսպես ատամների, բալիկների ատամների բուժումից, բայց քանի որ ծնողները գալիս էին, տեսնում էին, վստահում էին եւ կլինիկան դարձավ նաեւ ընտանեկան, այսինքն կաթնատամների բուժումից մինչեւ էսթետիկ եւ բարդ ինչ որ վիրահատական միջամտություններ կլինիկան պատրաստ է իրականացնել լավագույն մասնագետների թիմով, այսպես։ Ես քանի որ մանկական ստոմատոլոգ եմ, ես իմ կողմից կարող եմ ասել, որ կլինիկան նորագույն եւ բժիշկները նորագույն միջամտությունները, որոնք որ մանկական ստոմատոլոգիայում ամբողջ աշխարհում կիրառվում են, մենք առաջարկում ենք։ Եվ ակցենտը շատ կարևոր է դնել նաև կանխարգելման վրա եւ ծնողների իրազեկմանը, որ գոյություն ունեն շատ պրոցեդուրաներ, որոնք որ կարող ենք սկսել բալիկների, փոքրիկների մոտ եւ կանխարգելել հետագա բարդությունները, բուժումները, այսպես, այսինքն մինիմալիզացնել ստրեսային իրավիճակները ատամների բուժումների ժամանակ։ Այսինքն բժիշկները վերապատրաստվում են միշտ, մենք միշտ դրսի փորձը ներմուծում ենք մեզ մոտ, այո, մենք փորձում ենք շարժվել ժամանակին համընթաց եւ առաջարկել բոլոր այն պրոտոկոլները, առաջարկել բոլոր այն միջամտությունները, որոնք արդի ստոմատոլոգիայում ընդունված են եւ այսպես ասած փորձված են արդեն։
Նույնիսկ կոսմետիկ միջամտությունների համար, երբ որ ես պիտի գնամ ստոմատոլոգի մոտ, իմ համար մեծ ստրես է։ Ուր մնաց երեխաների հետ աշխատել, ես պատկերացնում ինչեր է կանում, որ այդ երեխաները կարողանան հանգիստ նստել մի քանի րոպե եւ թույլ տալ, որ աշխատեք հենց այդ բերանի հատվածում։ Ինչպես եք այս հոգեբանությունը անում, որտեղ սա շատ նուրբ է ու շատ դժվար։ Այո, իրականում բալիկների հետ աշխատելը շատ նուրբ, դժվար, ստրեսային աշխատանք է, բայց նաև շատ շնորհակալ եւ կարեւոր է շահել բալիկի վստահությունը, իսկ շահել բալիկի վստահությունը ստացվում է այն ժամանակ, երբ որ ծնողները գալիս են եւ բալիկներին բերում են ատամնաբուժի, երբ որ չունեն ցավ։ Երբ որ մեր այցերը լինում են շատ թեթև, ծանոթացում, կանխարգելում եւ բալիկները սկսում են վստահելով արդեն մեծ սիրով ու հաճույքով հաճախել։ Գոյություն ունեն արդիստամատոլոգիայում շատ կարևոր կանխարգելիչ միջամտություններ, որոնք որ ծնողները ուղղակի չգիտեն։ Եվ իմանալու դեպքում ու այդ պրոցեդուրաները կիրառելու դեպքում մեզ թույլ է տալիս կանխարգելել կարեսի առաջացումը եւ հետագա այդ սրսկում, ատամի հղկում եւ այլն ոչ ստրեսային ապահովել արդեն երեխայի հետագա այցերը, այո։ Քանի որ մեզ մոտ էկրանին հենց France Med-ից մենք տեսնում ենք կադրեր, ինձ գրավեց ատմոսֆերան, դիզայնը, երեխաների համար ամեն ինչ ստեղծված է, ոնց որ մանկապարտեզ լինի, ժողովուրդ, ոչ թե կլինիկա, եւ ինձ թվում է դա էլ կարեւոր է, որ տրամադրի երեխաները ուզելով գան եւ ոչ թե ինչ-որ բժշկական սպիտակ պատեր միայն լինեն, որը ավելի շատ շատ ճիշտ նկատեցին, մեր առաջին, այսպես ասած, միտքը եղել է եւ նպատակը եղել է այն, որ երեխաների համար ստեղծել այնպիսի միջավայր, որ իրենք այնտեղ շատ խաղաղ կզգան, շատ ավելի հանգիստ, շատ ավելի ապահով եւ այդ ստանդարտները, հա, ստոմատոլոգիայի ընդունված, փորձել ենք մի փոքր այսպես քողարկել երեխաներից եւ եթե ուշադրի կլինեք կնկատեք ոչ մի խալատ, ոչ մի այսպես ասած բժշկական արտահայտված գործիքներ, ոչ մի բժշկական այսպես ասած արտահայտված սարքեր չկան երեխաների աչքին, այո, միջավայրը այնպեսին է, որպեսզի երեխան իրեն շատ լավ զգա, շատ հանգիստ զգա եւ կարողանա տրամադրվել այն միջամտությանը, որ իրեն սպասվում է։ Բայց եղել է դեպք, երբ ընդհանրապես երեխային չեք կարողացել համոզել բացել բերանը, համաձայնել, որպեսզի տեսնեք ինչ խնդիր ունի եւ փորձեք օգնել։ Լինում են դեպքեր իրականում ու փորձում ենք այդ մթնոլորտը տեղափոխել դեպի խաղային դաշտ, որովհետև այնտեղ կլինիկայում ունենք փոքրիկ խաղային անկյուն, որտեղ որ բալիկները բժշկական նոտաները չեն զգում, ու այդտեղ երբեմն ստացվում է բալիկների վստահությունը շահելով, հետո կարողանում ենք կլինիկական հատվածում կատարել փոքրիկ հիգիենիկ միջամտություններ կամ ծանոթացում, այսպես լինում են դեպքեր։ Իսկ ինչ ծառայություններ եւ մոտեցումներ կան 40 անց բալիկների համար։ 40 անց բալիկները նույնպես բալիկներ են կարելի ասել։ Տեսեք, France Med-ը մատուցում է բոլոր այն ծառայությունները, որոնք ընդունված են ստոմատոլոգիական ասպարեզում, ամեն միջամտություն, ամեն անհրաժեշտ միջամտություն, երբ կարիքը կա, մենք իրականացնում ենք սկսած պրոթեզավորումից, սկսած իմպլանտացիայից, սկսած օրթոդոնտիկ միջամտություններից, օրթոպեդիկ, այսինքն երբ ընտրում են մեր այցելուները France Med, իրենք գիտեն, որ France Med-ում իրենք կարող են ստանալ համալիր, բուժում եւ լուծել բոլոր իրենց ստոմատոլոգիական խնդիրները։ Դե քանի որ մենք հիմա էկրանին տեսնում ենք ինչքան վստահելի միջավայր է ստեղծված, ելի հեռուստադիտողներ կարող եք ձեր փոքրիկներին հանգիստ վստահել պրոֆեսիոնալ մասնագետների եւ վստահելի միջավայրի։ Իդեպ հասցեն նշենք։ Իհարկե, գաղտնիք չի մեր հասցեն։ France Med հերացի 2-ա։ Մենք բոլորին շատ սիրով սպասում ենք այնտեղ եւ պատրաստ ենք ցանկացած միջամտություն լուծել շատ պրոֆեսիոնալ, շատ բարձր մակարդակի վրա։ Եվ քանի որ 25 թվականը մոտենում է իր ավարտին, հետաքրքիր է եւ ձեզ համար տարին ինչպեսին էր եւ France Med-ի համար ինչպեսին էր, որովհետեւ հետևելով Mesropi story-ներին, ես հասկացա, որ շատ հագեցած տարի է եղել առաջին հերթին կլինիկայի համար։ Այո, լավ տարի էր իրականում կլինիկայի համար, ձեռքբերումների տարի էր կլինիկայի համար, քանի որ մենք վերջապես բացեցինք մեր երրորդ մասնաճյուղը, որը գտնվում է Պրահայում, France Med Պրահան, շատ ուրախ ենք դրա համար առաջի հերթին, որովհետև France Med-ը, այսպես ասած, ընդլայնվում է, France Med-ը մեծանում է, որը որ միայն մեզ ուրախություն եւ հպարտություն է պարգևում, այնպես որ առաջիկա պլանները նույնպես շատ մեծ են եւ առաջին հերթին մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ
ժպտան անկաշկանդ, ժպտան առողջ եւ մեծ ուշադրություն։ Կապ չունի, մոլորակում թող մարդիկ ժպտան, բոլորը միևնույնն է, այո, նախինում երևի միգուցե եղել են այդ գենետիկորեն։ Եվ ուշադրություն դարձնեն իրենց բերանի խոռոչի հիգիենային, որովհետև դա շատ կարևոր է իրական։ Եկեք հասկանանք եւս մեկ շատ կարևոր էլեմենտի մասին, դրանք տեխնոլոգիապես զարգացված լինելը, հա, մասնագետներ, բայց բնականաբար այսօր աշխարհը հատկապես ստոմատոլոգիայի առումով շատ առաջ է գնում ու շատ արագ։ Չքանում ենք հասցնում տեխնիկապես վերազիննել կենտրոնը, որպեսզի այցելուն ունենա բուժում ժամանակակից մեթոդներով։ Իրականում քանի որ մասնակիցները անընդհատ անցնում են վերապատրաստումներ եւ մեր կապը մեր դրսի գոլեգաների հետ անընդհատ պահպանվում է, ակտիվ է, այո, եւ յուրաքանչյուր նորամուծություն մենք ինտեգրում ենք կլինիկայում։ Այստեղ կուզենամ ճիշտ ասած մի փոքր պատմել շատ կարեւոր եւ շատ էֆեկտիվ միջամտության մասին, ինչի մասին որ ծնողները իրազեկված չեն, բայց տվյալ պրոցեդուրան 80-ից 100% թույլ է տալիս, որ ատամները պաշտպանենք եւ կանխարգելենք։ Պրոցեդուրան կոչվում է գերմետիզացիա կամ ֆիսուրների զմռսում։ Մենք բոլորս այդ պրոցեդուրան չենք չիմանալով հանդերձ որ այդպիսի միջամտություն կա, հա, այսպես ասած, չենք դիմում ատամնաբուժի։ Պրոցեդուրան ինչ է իրենց ներկայացնում, առողջ ատամը պաշտպանվում է հատուկ պաշտպանիչ նյութով, որը որ թույլ է տալիս ատամները ավելի հեշտ մաքրել եւ կանխարգելել, հա, կարեսի առաջացումը։ Ատամները ունեն բնական փոսիկներ։ Ամբողջ իմաստը պրոցեդուրայի այդ բնական փոսիկները փակելն է։ Հա, երբ որ փակվում են այդ բնական փոսիկները, ատամը պաշտպանված է լինում 80-ից 100%, այո, եւ շատ ծնողներ ուղղակի չիմանալով այդ մասին չեն դիմում եւ դիմում են այն ժամանակ, երբ որ արդեն վնասված է ատամը, պետք է անել անզգայացում, պետք է ատամը տաշել, հա, այսպես հղկել եւ պլոմբաներ անել։ Շատ կուզենամ, որ ծնողները իրազեկված լինեն, որ 3 տարեկան բալիկներին այդ պրոցեդուրան կարելի անել, 3, 4, 6 տարեկան բալիկներին։ Ինչքան ժամանակ է պահվում այդ պաշտպանիչը։ Նյութը պլոմբանյութի պես է, ինքը ծառայում է տարիներ։ Այո, եթե լավ խնամք լինի։ Եվ նաև պացիենտից էլ է կախված այդ, ինչպես է խնամում։ Եթե լավ խնամք լինի, ուրեմն այդ հերմետիկը, հա, այդ նյութը կարող է պահպանվել շատ երկար տարիներ եւ պաշտպանել ատամները, կարեւոր հատկապես մշտական ատամները եւ մենք չունենանք կարիեսներ։ Այ մեզ եթե մեր ժամանակ այդ պրոցեդուրան արած լինեին, մենք մեր առաջին եւ ծամիչ ատամները, մոլարները, այո, չենք բուժի։ Հաշվելի է։ Ինձ հետաքրքիր է ձեր մասնագիտության մեջ ամենաբարդ կողմը որն է ձեզ համար։ Ես ասեմ, առաջին կոնտակտը երեխայի հետ։ Ես գիտեմ, դա ամենաբարդ շրջանն է, իրականում առաջին կոնտակտը ձեռք բերել երեխայի հետ եւ երեխային, այսպես ասած, մտցնել այն դաշտ, որտեղ որ անհրաժեշտ է երեխան լինի եւ կատարել միջամտություն, իրականում ամենադժվարն է։ Իսկ մնացածը մասնագիտական հմտությունները դա արդեն, այսպես ասած, քո դաշտում է, դու կարող ես իրականացնել։ Ո՞ս ստանցնելով տնօրենի պաշտոնը, հա, ավելի պատասխանատու չի։ Շատ Իսկ ուր է նախկին տնօրեն։ Նախկին տնօրեն չի եղել։ Միանգամից ես եմ եղել։ Շատ լավ։ Ուզում եմ քեզ նվիրել Սարգոն, որպեսզի այսպես հավաքվեք։ Պրագայում էր։ Եթե Իտալիայում բացեք տնօրենից պետք լինի կասեսից։ Շատ լավ։ Ինչի Իտալիա, բայց ինչի հենց Իտալիա գնամ։ Հասկացա։ Տեղափոխվեմ ապրելու։ Սպիտակ չոր գինի, որպեսզի ամանորը նշենք արդեն ընկերներով եւ կոլեկտիվով, սա շատ հիանալի առիթ է։ Սա ձեզ Իջևանի գինու գործանի կողմից եւ բացիկներ, որպեսզի կարողանաք շնորհավորել միմյանց եւ այդ նվերները, որոնք արդեն նախապատրաստել եք, ունենան նաեւ հետաքրքիր բացիկներ։ Մեկը Թաթայի խոսքերով էր, ինչ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ։ Մյուսը պարզապես էսպես շնորհավոր ամանոր, իսկ մեջում արդեն ձեր շնորհավորանքները թողտեղ։ Շնորհակալ եմ շատ։ Մենք անպայման Սարգոնը առաջիկայում մեր
կորպորատիվն է, մենք Այո, անպայման մենք կբացենք։ փորձենք, շնորհակալ եմ շատ։ Ձեր շնորհակալություն առավոտը մեզ հետ սկսելու համար։ Դե ելի հեռուստադիտողներ արդեն իմացանք, որ ժամանակակից աշխարհը ստեղծել է նույնիսկ պաշտպանիչ մեթոդներ, որպեսզի ատամները կարողանանք պաշտպանել եւ խնդիրներից խուսափենք։ Այնպես որ ժամանակին դիմեք մասնագետներին եւ ձեր փոքրիկներին տարեք վստահելի ստոմատոլոգիական կենտրոններ։ Հիմա մենք կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։